Առաջարկ Հայաստանի նախաձեռնության մարզային այցերի հաջորդ հասցեն Շիրակի Ախուրյան համայնքն է։ Ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Եկել ենք տեսնենք, դուք ինչ եք մտածում, մենք ինչ ենք մտածում, շարժվենք առաջ։ Իրենց բազմազբաղ առօրյայից մարդիկ ժամանակ են գտել հավաքվել, որ հյուրերին լսեն, նաև ներկայացնեն իրենց խնդիրները, տեսլականը, ինչ է պետք, որ կյանքը մարզերում գրավիչ լինի, որ գյուղերը չդատարկվեն։ Երբ որ ասում է առաջարկ Հայաստանի, նշանակում է ասում է գնանք դեպի ժողովուրդը, առաջարկ ով պետք է տա։ Մենք կարանք նստենք փակ սենյակներում, ինչ որ ակադեմիական ոճով, չգիտեմ, ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, բաներ, այդ ծրագիրը լավ մշակենք, որը իրականության հետ կարող է ճիշտ մտքեր արտահայտի, բայց այդքան էլ հողի հետ գետնի վրա շատ կապ չունենա։ Կարևորը որ մենք կարողանանք ձեզնից լսենք ձեր առաջարկները, ձեր մտահոգությունները, ձեր ցանկությունները եւ այդ բոլորը կարողանանք ճիշտ ձևակերպենք, ծրագիրը կարող է լինի կենսունակ, այն դեպքում, երբ որ այդ ժողովուրդը հավատում է, որ այդ իր մտքերն է այդտեղ շարադրած։ Պատկերացրեք, ես կյանքի մի բան ասեմ, էլի։ Դուք կյանքում տարբեր մարդկանց հետ զրուցում եք, տարբեր ֆիլմեր եք նայում, տարբեր գրքեր եք կարդում, տարբեր ինֆորմացիաներ եք լսում, բաներ կա հիշում եք, բաներ կա միանգամից կարդալուց հետո չեք հիշում։ Այն եք ընդունում, որը ձեր սրտին մոտ է։ Իսկ եթե դու ֆիլմը նայել ես, ֆիլմից հետո քեզ հարց են տա, այդ ինչ է, ասում ես չեմ հիշում ինչի մասն է։ Հասկանում եք, տենց էլ է ալնում։ Ուրեմն դա անորակ ֆիլմ է։ Ատելության, թշնամանքի վերացում, կյանքը խաթարող օրենքների վերանայում եւ խոշոր տնտեսական ծրագրեր։ Առաջարկ Հայաստանի նախաձեռնության այս գաղափարն ընդլայնվելու, միս ու արյուն է ստանալու իր հողում ապրող, խարարող մարդու առաջարկներով։ Արդյոք դուք կիսում եք այն կարծիքը, որ այլևս խաղաղություն է, մենք վտանգներ չունենք պես թշնամիներից, եւ երկրորդ, եթե այդպես չեք կարծում, ապա ինչպես եք պատկերացնում մեր խաղաղությունը։ Ես պատկերացնում եմ հետևյալը, որ խաղաղություն կարող է լինի այն դեպքում միայն, եթե անվտանգային եւ ռազմական առումով գոյություն ունի ուժերի հավասարակշռություն։ Շատ հզորանալու համար պետք է առնենք միահամուռ, իրար սիրող, իրար հարգող հասարակություն։ Հայ իրականության մեջ ամենաուժեղ բջիջը ընտանիքն է։ Այսինքն, եթե մենք կարողանանք ընտանիքի նման այդ մարդասիրությունը, իրար նկատմամբ հոգատարելնելը շղթայական ընդլայնենք դրա սահմանները, մենք կտեսնենք, որ մենք ուժեղանում ենք, բայց մենք դա չենք գիտակցում։ Այս տարի մեր տարածաշրջանը ամբողջովին կարգտահարվել է, բայց այդ մարդու առնոր կարգտահարվել է, չունի հեշտանդ, վարկերի տակ, նորից ես գումար ուրից 200 դրամ, 100 դրամով ծորեն մեզնից ընդունել է 200 դրամի սուբսիդով 80,000 հեկտարին տա արմիսոր փող ունենաս, որ նորից հանես։ Ճիշտ է նա, որ ելնի, եթե դու ֆորս մաժոր է, ելնի ապահովագրություն։ Մարզերում աշխատատեղեր չկան, ասում են մարդիկ։ Գյուղատնտեսությունը բավարար եկամուտ չի բերում, այլ հնարավորություն էլ չունեն, երբեմն օրվա հացի խնդրի առաջ են կանգնում։ Նույնն ասում են թոշակառուները, պետությունից ամսական ստացածը չի բավարարում անգամ ամենապարզ կարիքներին։ Ես այդ 36,000 դրամով կնամ ընտանիք բայ։ Բազար չէ։ Իսկ այդ հարցի շուրջ որևէ ինչ-որ առաջարկներ կան որ 1000 դրամ թոշակը բարձրացնելու համար տարեկան մեզ պետքա 6 միլիարդ։ 10,000 դրամ բարձրացնելու համար թոշակը նշանակում պետքա 60 միլիարդ։ Ճիշտ է։ 60 միլիարդ դրամ տարեկան։ Հիմնականում լրացուցիչ փողերի աղբյուրը պետական բյուջեի մուտքերն է։ Փողը գա, պետական բյուջե, թոշակները բարձրացնենք։ Ինչի հաշվին, տնտեսական աճի հաշվին, այսինքն եթե ես 1% տնտեսական աճ ունենամ, 1%, 25-26 միլիարդ դրամ ավել բյուջե փող է գալի, հասկացաք, այսինքն որպեսզի այդ 60 միլիարդը ստանամ, մեզ պետքա մոտավորապես առնվազն 2-2.5% տնտեսական աճ։ Ախուրյանցիներն ասում են տպավորությունը իրենց մոռացել են, կյանքը միայն մայրաքաղաքում են կենտրոնացրել, համաչափ զարգացման մասին տարբեր տարիների խոստումները թղթին են մնում։ Կենտրոնացի քաղաքականությունը կործանում է տանում մեր տնտեսությանը, այդ քաղաքականությունը քանի չի վերացել, այս տնտեսական աճի մասին ինչ, ուզեք դրախտային կախարդական փայտի գելանը չի աշխատի ստեղ։ Պետք է երկրում բոլոր կարող ուժերը համախմբվեն եւ միասնական կարող ուժերի ձայնը լսելի լինի։ Այդ դեպքում ձեր ասած խնդիրներն է կլուծվի։
որովհետև չպետք է լինի քաղաքական մոնոպոլիա, քաղաքական մենաշնորհ, որ մենակ մի ուժ պետք է այս որովհետև մենակ մի ուժը, ասում եմ, ինչ ասում եմ, տես պետք է լինի, իմ ձեռնա, զեններդ կդրեք, ես մոտավորապես եմ ասում։ Պետք է լինի այդ հարգանքը փոխադարձ, կոնսենսուսը, բայց էդ էլ է շնորհքի հարց, մենակ խելքի հարց չի։ Գյուղատնտեսության նախարարությունը պետք է վերականգնվի, առաջի հերթին։ Այս մեկնի դեպ շարունակական հանդիպումների ընթացքում պնդում են գրեթե բոլոր գյուղացիները, խնդիրները շատ են, լուծման հասցե չեն գտնում։ Հաջորդ հանդիպումը Աշոտսկի բնակիչների հետ է։ Արգանքներս։ Երևանից ավելի քան 150 կիլոմետր հեռու այս բնակավայրում խնդիրները բազմաթիվ են, օրհասականը դատարկվող տների հարցն է։ Շատերն են գյուղը լքում, որովհետև կյանքն այստեղ հեշտ չէ։ Մեր միտքը այն է, որ մենք չենք եկել այստեղ ինչ որ ագիտացիա անենք, քարոզ անենք, եկել ենք ձեզ լսենք։ Պրոյեկտը նախագիծը կայանում է նրանում, որ ձեզանից առաջարկներ լսենք ամեն տարածքի տարածաշրջանի համար, ասենք եթե մենք հիմա Աշոտսկում ենք, Աշոտսկում մենք պետք է լսենք, թե ինչ խնդիրներ կա։ Այդ խնդիրները գույքագրենք, խնդիրների լուծումները մենք մտածենք, հետո արդեն երբ որ այդ մեծ ծրագիրը առաջարկ Հայաստանի կմշակվի, կազմվի, արդեն մենք նորից ձեզ հետ քննարկենք ու դուք կտեսնեք, որ ձեր առաջարկները տեղակտել տեղ։ Աշոտսկի բնակիչներն ուզում են հաճախ մայրաքաղաքից իրենց այցելեն, լսեն, ճանապարհներ առաջարկեն։ Վաղ առավոտից սկսվող ծանր աշխատանքի ու հոգսերի բեռի տակ մոլորվել են։ Կատիկինը հանկային ջրի տեժան է։ Էնե մի լիտր կատը արժի 160 դրամ։ Գյուղացին ոնց անի։ Այդ ոնց ամեն ինչ թանկ է, բայց կատը էժան։ Գյուղացին մեղք է։ Վարդադրում եմ ես կատը չեմ կրում ռեալիզացիա ենեմ իմ ուզած գնով։ Ինքնարժեքն է չի փակում։ Մի կովը 20,000 դրամ ենք տալիս վարձ, որ տանի 95 արածածնի։ Ստեղ որ գործ եղնի դռան վրա, կարելի է մնալ, հմի հա սեզոնային է ես գործում եմ կաշխատիմ, հմի ինչը ոսկի պաղանավորություն է բանը կենեմ տուն կպահեն։ Միավորվեք ինչ որ ֆերմերային տնտեսություն ունի պետական աջակցությամբ, որ այդ կաթի հարցն էլ դուք մթերեք, դուք էլ արտադրեք, դուք էլ բաշխեք։ Հա։ Եվ շղթայական լինի ասենք, հետո պանդրի արտադրություն, ստեղ եղել է, չէ՞ ժամանակին յուղ պանդրի արտադրություն։ Հա, Մուսայելյան գյուղում, հա։ Այսինքն դուք պետք է որպեսզի այդ մոտավորապես այդ բայց այդ բիզնեսը պետք է շահավետ լինի, Վարուժ ջան, այսինքն նես պետք է լինի, որպեսզի պետությունը կարողանա պայման ստեղծի դրա համար, նես որ հարցադրումը ճիշտ է։ Ժողովուրդը այստեղ ծորեն գարի մշակության ավելի շատ անասնապահություն է, բայց ներքևում մենք ունենք սովետական ժամանակներում մշակում էր Եգիպտացորեն, ճագնտեղ։ Հա, շաքարի, հա։ Ախուրյանի մոտ։ Մեր ներքևի գյուղերում այդ 4-5 շաքարի ճագնտեղ։ Գոկովի, Դաշպենի, Հողմիկ այդ գյուղերում մեր ճագնտեղ մշակում են եւ ճագնտեղ եւ Եգիպտացորեն։ Հիմա չկա։ Չկա դա բաց։ Եվ մի հատ գյուղացուն ինչ է պետք, գյուղակի սերմացուն բերեն մատչելի եւ վարելի բան բերեն մեկ քիչ հասկանալի է։ Իմպուլսան, բարոն Միրգումյան, եթե չեն տալիս գյուղացին ընկճվում է եւ ասում է չեմ անի։ Համայնքի երիտասարդներին կրթության հարցն է մտահոգում։ Մայրաքաղաքում սովորելու, հայրենի գյուղը շենացնելու պլաններ ունեն, բայց նախ դպրոցից որակյալ կրթություն են ակնկալում։ Ներկայային մեր դպրոցներից ելել է հայոց եկեղեցու պատմությունը, իսկ հայոց պատմությունը դարձել է Հայաստանի պատմություն։ Մենք գնալով մոռանում ենք մեր կրոնի մասին, մեր հավատքի մասին։ Ես քեզ ողջունում եմ, ցավոտ տանում, ապրես։ Լավ ես, չէ՞ սովորում։ Նորմալ։ Հա։ Շատ ճիշտ հարցադրումներ ես անում։ Իսկ երիտասարդ էսա ինքն էլ կասի։ Իսկ ասենք թե օրինակ ստեղ ձեր պայմաններ ընդունենք, ուզում եք սպորտով զբաղվեք, ինչ որ ինչ նորմալ է տեղ։ Բոլորն եք ուզեն սպորտով զբաղվել, օրինակ ես փոքրուց հետ կուզեի որ բոքսի երթայի, բայց պայմանները ստեղ ասենք ինչ որ մարզադաշտ, ինչ որ սպորտալի, օրինակ կարատե կա ստեղ, բայց դպրոցի մեջ է կարատե։ Մեր տաղանդավոր երիտասարդներով շատ ճիշտ հարցադրումներ են անում։ Հիմա գնալու եք սովորեք, ընդունենք գնացիք բարձրագույն ուսումնական հաստատություն սովորեցիք, հետ եք չէ գալու անպայման։ Անպայման հետ եկեք, որ ձեր համայնքին տեր կանգնեք։ Համայնքը պետք է տերը լինի, դուք եք ապագա։ Հա, չէ, բայց պետք է ներքին համոզվածություն։ Մեր խնդիրն է, ավակների խնդիրն է, ճիշտ հիմքը, եթե ինչ որ բաներ սխալ է գնացել,
փորձենք ճիշտ հիմքերի վրա դնենք։ Ամեն ինչ չի, հասկանում եք, մեր երկիրը բավականին տարբեր արհավիկների մեջով անցավ, պատերազմներ, բաներ, բայց պետք է հետ վերադառնանք, ամբողջ անվտանգ երկիր սարքենք, դրա համար պետք է ժողովուրդը ուրեմն իրար չատի։ Մի քանի գյուղերում դպրոցներն ուղակի միացնում են։ Բոլորը չեն կարող երեխաներին ամեն օր հարևան գյուղ տանել։ Սա լուրջ խնդիր է եւ կարող է հանգեցնել արտագաղթի հերթական ալիքին։ Առաջարկ Հայաստանին ծրագրում ակնկալում են տեսնել նաեւ կրթությունը խթանող լուծումներ։ Էրմինե Ղարիբյան, Էպիկենտրոն։